Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է մեր հերթական հարցազրույց, այսօր մենք զրուցելու ենք առանց չափազանցության հայկական ֆուտբոլի լեգենդ Լևոն Իշտոյանի հետ, բարի երեկո պարոն Իշտոյան, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը, համաձայնվեցիք հարցազրույցի, դուք ապրում եք վաղուց տեղ մի երկրում, որը ֆուտբոլային չի, հա, ոնց եք համատեղում այ ապրել ֆուտբոլային մարդը երկրում, որը չի համարվում ֆուտբոլային։ Եկել եմ 1988 թվականին Ամերիկա, իհարկե այդ ժամանակ մի քիչ ֆուտբոլը դեռ նահանջում էր Ամերիկայում, բայց մի 2 տարի հետո ֆուտբոլը սկսեց ավելի կամաց զարգանալ։ Հիմա Ամերիկան ունի հրաշալի ֆուտբոլ։ Շատ Խոսքը մասսայական ֆուտբոլի մասն է, թե լավ թիմ ունի։ Չէ, լավ թիմ ունի, լավ հավաքական ունի։ Այսօր ֆուտբոլը շատ առաջընթաց է Ամերիկայում։ Հա, եւ ես հիշում եմ, որ մենք որ դպրոցը իմ անունով բացեցինք եւ մի տարի անցնելուց հետո ուրեմն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահան եկավ եւ բոլոր ովքեր որ պատանիների հետ մարզիչներ էին հրավիրեց։ Գնացել էինք եւ իհարկե ես այն ժամանակ անգլերեն ավելի լավ չէի հասկանում, բայց իմ հետ կնոջս եղբայրն էր, որը այսօր մեր դպրոցի տնօրենն է, հա, ինքը ավելի լավ էր անգլերենով պատրաստված, երբ որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահան ասեց չզարմանաք, որ դա 90 թիմներ, 90-91 թիմներ, ասեց չզարմանաք, որ մի 10 տարի հետո Ամերիկայի ֆուտբոլային թիմը կարող է դառնալ աշխարհի չեմպիոն։ Ես ուղղակի բան եղա, զարմացա, բայց այսօր որ նայում եմ, շատ մեծ առաջընթաց ունի ամերիկյան ֆուտբոլը։ Ձեր մասին միշտ ասում են, այ Արարատ 73, լեգենդ եւ այլն։ Տեսեք, մի կողմից դա լավ է, որտեվ այն ինչ դուք արեցիք, մինչև հիմա մեր ժողովուրդը հպարտանում է։ Բայց մի կողմից էլ վատ է, որ մենակ է դա հələ որ ավելի մեծ նվաճում մենք չենք ունեցել։ Այ լավ է թե վատ է։ Չէ, լավ չի։ Ասեմ ձեզ, նախ սերնդափոխությունը Արարատ 73-ին շատ շուտ եղավ, Ինչու։ Ասեմ, որովհետև Նիկիտա Պավլովիչը երբ որ 1974 թվականին գնաց, 75 թվականին եկավ նոր մարզիչ Վիկտոր Մասլովը։ Վիկտոր Մասլովը հոյակապի մարզիչ է եղել իր երիտասարդ ժամանակ, բայց այն ժամանակ որ նա եկավ արդեն Արարատ ֆուտբոլային թիմը ընդունեց, 75 տարեկան էր։ Հա։ Վերջը, ասածից նպատակը նա է, որ սերնդափոխության մասին խոսեմ, ինչի համար, որ շատ շուտ մեր 73 թվի տղաներին 28, 29, 30 տարեկան ճանապարհ դրեցին։ Դե բայց սերնդափոխությունը միշտ ելնում է, երբ որ մինչև վերջ քամում են այդ թիմից, մինչև վերջ։ Այո։ Ինչի համար, դու եթե չես պատրաստել տվյալ ակումբի համար, այսինքն պատրաստ ֆուտբոլիստներ չունես, դու իրավունք չունես սերնդափոխություն անես։ Բայց դե այստեղ նրբություններ կային, որոնք որ հիմա չեմ ուզում արտահայտվեմ, 75 թվին արդեն սկսվեց Արարատ ֆուտբոլային թիմի անկման ժամանակը։ Ուրեմն մենք երկրորդ խաղը, առաջի խաղը, որ պետք է Champions League-ի համար խաղում էինք Բայեր Մյունիխի հետ, այնտեղ եթե գիտեք 2-0 պարտվելուց հետո մարտին Բայեր Մյունիխը եկավ երկրորդ խաղը խաղալու մեզ հետ։ Եվ մենք ինչքան գիտեք 90,000 ժողովուրդ էր նստած հրազան ստադիոնում, 1-0 հաղթեցինք եւ դա պատմության մեջ մտավ։ Եվ այդ ժամանակ մեր թիմի ավակ Հովանես Զանազյանն թևը կոտրվեց։ Եվ այդ խաղից հետո երբ որ մենք դուրս մնացինք Champions League-ից, եւ այդ տարի մենք կարայինք Champions League-ի չեմպիոն լինեինք, որովհետեւ այդ տարի Բայեր Մյունիխը եղավ։ Հա։ Այդ տարի Բայեր Մյունիխը եղավ չեմպիոն։ Այսինքն չեմպիոնին Հայաստանում հաղթեցիք։ Հաղթեցինք։
Եվ իրենց մարզիչը շատ ուժեղ մարզիչ էր Բայեր Մյունխի մարզիչը Քրամեր շատ որ այդ մարդը ասում է այսքան ժամանակ գերմանական այս ակումբը Բայեր Մյունխը 3 անգամ Եվրոպայի չեմպիոն ես այս ծևի ուժեղ լավ թիմ Հայաստանի թիմ Արարատ Երևանի չեն հանդիպել մենք այդպես դա մի հատ մեծություն էր եւ ինչ ասածս նայա որ Հովանեսը երբ որ ասված իր հոգին լուսավորը լի հիմա չկա թեւը որ կոտրեց թիմից հանեցին եւ այդտեղից սկսվեց քանդվելը ամբողջ մեր ուտենց մինչեւ հիմա հիմա որովհետեւ գիտեք ինչն է ներող կլեն ինձ արտահայտվելու համար, բայց ֆուտբոլի ֆեդերացիայում պետք է նշանակվեն մարդիկ, որոնք որ իրականության մեջ ֆուտբոլի մասնագետներ են, այսինքն ֆուտբոլ սիրող մարդիկ են, խաղում։ Այո, ֆուտբոլ սիրող մարդիկ են։ Հասկանում եք, բացատրելու շատ բաներ կան, բայց հասկանալի է։ Ձեր ժամանակվա ֆուտբոլը եւ այն ֆուտբոլը, որ հիմա կա, շատ են տարբեր իրարից։ Չէ։ Ասեմ, այսօր ուղղակի ֆիզիկական պատրաստականությունը ավելի շատ է, աշխատանքը ավելի մեծացել է։ Բայց ես որ նայում եմ, այսօրվա ֆուտբոլը ինձ դուրս չի գալիս։ Ինչի համար։ Ես այսօր չեմ կարող ասեմ, որ մի հատ ուժեղ թիմ կա։ Չկա։ Կարող է Ռեալը միայն կարող եմ ասենք Լիվերպուլը, օրինակ եմ վերցնում։ Հա, որովհետև այն ժամանակները, որ ակումբները խաղում էին, դու կարայիր մի 7-8 թիմի լիդերներ հավանել։ Այսինքն կարող եմ թվեմ Մանչեսթեր Յունայթեդ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, ես ինչ գիտեմ։ Հիմա նույնը չի։ Հիմա Բարսելոնա, Ռեալ, Լիվերպուլ, Արսենալ, կան։ Նույն Մյունխենի Բավարիան, կան։ PSG։ Բայց կարող է պատահի մի հատ ուրիշ թիմ հանգիստ առանց որևէ մի ասենք անունով թիմ կարող է Բայերին էլ կրի, Մանչեսթեր Յունայթեդին էլ հաղթի։ Ձեր ժամանակ տենց չէր։ Մեր ժամանակ էցեւի չէր։ Դե ձեր Մեր ժամանակ գիտեք ոնց էր, ամեն թիմերում 6-7 հատ ասխեր կային։ Մյունխենի Բավարիային հաղթելն էր կարևոր, թե Կիևի Դինամոին։ Երկուսին էլ։ Ո՞րն էր ավելի կարևոր։ Դե մեզ համար, մեր ժողովրդի համար, մեր երկրի համար, Հայաստանի Կիևի Դինամոն։ Իսկ ո՞րն էր ավելի դժվար։ Բայեր Մյունխը։ Կիևի Դինամոն էլ էր դժվար, ասեմ ձեզ։ Կիևի Դինամոն այդ տարի, որ մենք հաղթել ենք, Եվրոպայի 10 տարվա ամենաուժեղ թիմերից մեկն է եղել։ Ամենաուժեղ թիմեր։ Մինչև այսօր Կիևի Դինամոյի ֆուտբոլիստները լաց են ըննում։ Չեն կարողանում մոռանալ։ Կա կապ այդ ֆուտբոլիստների հետ այն ժամանակ։ Կար ժամանակին ես ընկերներ ունեի նույն Ալեկ Բլախինը կամ Լեոնիդ Բուրյակը բանման, որոնք որ ինձ հետ շատ մոտ էին։ Եվ ինչն է ինձ որ ասեցի լաց են լու, ուրեմն 75 ամյակներ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի, որը կատարվեց բանում Երևանում, ուրեմն հրավիրված էին բոլոր ակումբների ամենալավագույն ֆուտբոլիստները եւ սովետական միության հավաքականը, որտեղ որ կային Նիկոլայ Յոզերով, ամեն այն հաղորդավարները, բոլորը եւ դե խաղից հետո հրավիրված էին Նիկիտ Պավլովիչի համար մեծ հանդիսատեսություն եղավ ռեստորանում, մեծ ռեստորան կար, չգիտեմ որտեղ, լավ հիշում եմ, բանը Նորքի զանգվածում, անունը մոռացա այդ ինչ ռեստորան էր, վերջը, ֆուտբոլիստները առանձին, մենք առանձին նստած էին, Կիևի Դինամոյի տղակով առանձին էին նստած սովետական միության հավաքականի, բանը վերջը, սրանք լավ խմեցին, հարբեցին, մեկ էլ տեսնեմ Վերեմեևը։ Այսինքն ֆուտբոլիստները խմում են, թե տարիներ հետո էր։ Չէ, այս արդեն վերջանացնելուց հետո արդեն 20 քանի տարի անցել է։ Նիկիտ Պավլովիչը արդեն 75 տարեկան էր, իր ծննդյան օրն էր։ Այսինքն նշեցին, Երևանում։ Եվ հարբած մեկ տեսնեմ Վերեմեևը ու Տրոշկին կար, մի հատ ֆուտբոլիստ, Ալեկը Բլախինը բանման, մոտեցան մեր սեղանին,
շնորհեցին Նիկիտ Պավլովիչի ծնունդը բաման, մեկ էլ ես նստած էի, սա իրական դեպք է, մեկ էլ տեսնեմ ես Վալոդյան վերևը, ասենց ուսից խփեց, ասեց, «Ты что сделал, Лёва?» ընձի, հա, ես ասի, ինչ եմ արել քեզ։ 2 գոլ եք խփել։ Հա, ու սկսեց լաց լինելը։ Ասի, հələ չեք մոռացել, ասում է, մենք ոչ մի անգամ չենք կարող։ 25 տարի հետո։ Այո։ Ասում է, մենք ոչ մի անգամ չենք կարող այս ամեն ինչը մոռանանք։ Իսկ ճիշտ է որ ձեր ժամանակ անկեղծ։ Այսքան տարի անց է։ Դուք խմում եք, ծխում եք։ Չէ։ Չէ։ Չէ, չէ։ Հարցը որ եկել է դրան, մեր թիմի նման թիմ, ես չեմ պատկերացնում, այդ ոսկի տղեկ էին։ Դիսցիպլինը ամեն ինչով, ազնվությամբ։ Մենք որ որևէ մեկը հանգարց դաշտ դուրս գար, մեկը չկատարեր իր աշխատանքի բանը, կարող է 10 հոգիս իրան այնքան անպատվեինք, որ ինքը մյուս անգամ էլ այդպես բան չէր կարող անել։ Իսկ այդ մեր հաղթանակը ինչով էր կապված, որ մենք սովետի մաս էինք, որ տենց հզոր երկիր էինք, թե որ հայերի մեջ ֆուտբոլը կա, մենք պոտենցիալ ունենք, օրինակ շատ հաճախ ենք հիմա լսում, որ հայերը ֆուտբոլային ժողովուրդ չեն, որտեղ ինքը թիմային խաղա, պլյուս փոքր երկիր ենք, իսկ այս հիմիկվա ֆուտբոլը լուրջ ֆինանսներ է նախատեսում, ուզում, այ ո՞նց եք կարծում։ Մենք ֆուտբոլային ժողովուրդ ենք։ Մենք ֆուտբոլային ժողովուրդ ենք, այո։ Իրականության մեր ռեսպուբլիկան ֆուտբոլը ամենաշատ սիրող ժողովուրդներից մեկն է մեր հայերը։ Այդ կարամ իրականությունն ասեմ ձեզ պատասխանը։ Մեր ժամանակ Անտոն Երվանդիչ Քոչինյանն էր։ Մեր առաջի քարտուղարը։ Ուրեմն Ալեքսանդր Սիմեոնիչը 1969 թվականին եկավ մեր թիմը ղեկավարելու։ Հա։ Ու ինքը առաջի անգամ ասեց, ես ուզում եմ առաջի քարտուղարը մեզ ընդունի։ Եվ մենք գնացինք ընդունելության։ Անտոն Երվանդիչը շատ լավ ընդունեց մեզ, շատ լավ։ Եվ ասեց, ուզում եմ Ալեքսանդր Սիմեոնիչ, մի հարց տամ ձեզ։ Երբ պետքա մեր Արարատ ֆուտբոլային թիմը դառնա չեմպիոն գավաթակիր։ Ասեց, ասեմ։ Ասեց, 3 հատ հարց ունեմ ձեզ տալու։ Ասեց, առաջինը կարգապահություն։ Երկրորդը չեմ ուզում լսած լինեմ որևէ մի զանգ, որևէ մի ղեկավարից, որ ես ինչին կվերցնեք, թե ես ինչ չկար տես բաներ ձեր ժամանակ։ Ծանոթ։ Ասեմ ձեզ, չէ։ Մեր թիմը սովետի ժամանակ որ կենտկոմից զանգ էին։ Մեր թիմը ինչ որ ես խաղացել եմ այդ ժամանակ 67 թվականի կեսերից, հա, այտենց բան չի եղել, որ որևէ մի զանգ։ Իհարկե հիմնական կազմի համար ես բան չունեմ, չգիտեմ փոխարինող կազմը ինչ ա եղել, ինչ չի եղել, որտեղ այն ժամանակ մենք խաղում էինք, կրում էինք, բան ենք, այն փոխարինող կազմին ով էր ուշադրություն դարձնում։ Հա, դե վերջը այդ ձեր մակարդակում չի եղել։ Չի եղել։ Չի եղել։ Եվ մի տարի ինչ որ Ալեքսանդր Սիմեոնիչ Պանամարյանը որ ասել է այդ հարցերը տվել է, որևէ մեկը ոչ կարողացավ մեզ զանգեր, ոչ կարողացավ մեզ մոտենալ, ասեց մեկ տարի հետո ես ձեզ ինչ որ հարցեր լինի տղաների հետ կապված, այն ժամանակ ձեզ անպայման կզանգահարեմ։ Ձեր կարծիքով այսօր ով ամենաուժեղ ֆուտբոլային երկիրը, որ թիմն ամենաուժեղը։ Այսօր ինձ համար Անգլիա, Ֆրանսիա, բա Բրազիլիա, Արգենտինա։ Չէ։ 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 Չէ, Արգենտինային չեմ կարող ես բան անեմ, անտեսեմ։ Արգենտինա մնում է Արգենտինա։ Բայց Ֆրանսիա, Անգլիա։ Ֆրանսիա, Արգենտինա, Բրազիլն էլ բան չի, չես կարող արամարես որ ասես Բրազիլն են ֆուտբոլային թիմ չի։ Կան մի 7-8 թիմ, որոնք որ միշտ առաջատարների մեջ են եղել։ Հիմա մի քանի կարճ հարց ունեմ ձեզ։ Այո։ Հետաքրքիր է ձեր կարծիքը։ Այո։ Պելե թե Մարադոննա։ Ինձ համար Պելե։ Պելեն։ Այո։ Ինձ համար Պելե։ Որտեղ ես երբ որ փոքր էի, հիշում եմ,
ծնունդով լեննական եմ ու եթե հիշում եք այն ժամանակ հնդկական կինոներ էր գնում լեննականում։ Իմ ժամանակ էլ էր հնդկական կինո գնում։ Ձեր ժամանակ ավելի փոխված ա եղել մեր ժամանակ։ Տեքստիլի ակումբ կար, որտեղ հնդկական կինո էր գնում եւ Չիլիի առաջնության ուրեմն բան էր, կինոից առաջ բան էին ցույց տալիս 15 րոպե անոնս ոնց ասեմ, կարճամետրաժ բան էին ցույց տալիս եւ այդ կարճամետրաժ ֆիլմը ուրեմն Չիլիի առաջնությունն էր 62 թվի աշխարհի Չիլիի առաջնության խաղերն էին ցույց տալիս այդ 15 րոպեն որ վերջանում էր սկսում էր կինոն ես առանց չափազանցնելու մի 15 անգամ 16 անգամ գնացել եմ այդ խաղը նայելու եւ ես շատ էի սիրում Գարինչային, բայց Պելեին ավելի շատ եմ սիրում։ Այսինքն ոչ թե Մարադոնա, այլ Պելե, որտեղ ձեր հուշերի հետ է կապված։ Իմ հուշերի հետ կապված, ես չեմ Բայց որ սառը դատենք, ով ավելի լավ ֆուտբոլիստ, Պելեն թե Մարադոնան։ Հուշերից կտրվում։ Տարբեր են, Պետրոս, տարբեր են։ Բայց ով ավելի լավ ուժեղ։ Ինձ համար որպես արքա, որպես թակավոր, որ բոլորը նկատի Պելեն։ Լավ։ Մեսի թե Ռոնալդո։ Մեսի, ինձ համար Մեսի։ Մեսին։ Այո։ Եվ հիմա ամենադժվարը, ով է հայկական ֆուտբոլի ամենաուժեղը։ Մխիթարյան թե Խորեն Հովհաննիսյան։ Դե ձեզ չեմ տեսնում այդ ցուցակի մեջ։ Գիտեք, դրանք տարբեր ժամանակներ են խաղացել, այսինքն գիտես ոնց։ Հիմա չես ձեր թիմում կվերցնեիք։ Մխիթարյանին թե Խորիկին Հովհաննիսյան։ Եթե երկուսն էլ իրանց պիկի վրա լինեին։ Երկուսին էլ։ Չէ, մեկին։ Մեկին է։ Դիվանագիտությունը չի անցնի։ Հա։ Խորենին ես կվերցնեի։ Խորենին կվերցնեի։ Հա։ Որտեղ գիտեք ինչ, ախմ այդ ասելը մի քիչ հասկանում եմ։ Դժվար է, ներող կլեք, թող ոչ էլ Հենրիկը բանանի, որտեղ Հենրիկի հայրը ես իր մարզիչն եմ եղել Համլետի։ Հա, Օրմածիկ Համլետը, հա։ Բայց ես ձեզ ասեմ, որ այսօր Հենրիկը արժանի տղա է, որ խաղում է ամենաուժեղ ակումբներում։ Սա փայլուն երեխա է, ասեմ ձեզ։ Ամեն մարդ պետք է երազի աշխատասեր։ Հա, ամեն մարդ պետք է երազի, որ Manchester United սկսել է Dortmund-ից, հաղացել է Manchester United, մինչև էլ Ուկրաինայում էր Շախտյոր Դոնեցկ, Չելսիում է խաղացել, այսօր Ինտեր Միլանում է, այսօրվա ես խաղը նայեցի Ինտեր Միլանը հաղթեց, ինքը խաղում էր Հենրիկը, հա, 2-0 Ֆեյնորդին հաղթեցին Ինտեր Միլանը։ Բայց Խորեն Հովհաննիսյան կընտրեիք։ Դե ես այդ ժամանակվա համար Պետրոս, դե այդ ժամանակվա համար ինքն էր ամենաբան փայլուն տղան, իրան կարամ ընտրեմ։ Լավ, էլ տենց հարցերով չէ։ Հայկական ֆուտբոլին հետևում եք։ Այո։ Նոր մարզիչ ունենք։ Այդքան չեմ հետևում, իհարկե, որովհետև այդքան բաներ չեն ցույց տալիս, բայց ամեն դեպքում հետաքրքրվում եմ, այո։ Հիմա տեսեք, մի հատ դիլեմա է։ Մենք պետք է վրացիների հետ խաղանք, գիտեք, շուտով։ Այո։ Եթե հաղթում ենք, մենք ընկնում ենք ուժեղ խումբ, որը մեզ պետք չի։ Եթե պարտվում ենք, ընկնում ենք թույլ խումբ, մեզ պետք է, բայց պարտվում ենք։ Հիմա հարց, ո՞րն է ճիշտը։ Հաղթելը, ինչ պարտվել։ Բայց ընկնելու ենք ուժեղ թիմ, որտեղից համարը շանս չլինի։ Բայց այդպես պետք է չմտածենք մենք։ Չէ, բայց ստրատեգիա չէ, մենք պետք է ավելի թույլերի հետ ուզենանք խաղանք, որ դուրս գալու շանսը լինի, եկեք իրատեսական լինենք։ Իսկ մի հատ հաղթանակի համար կա դժվար հարց է տալիս։ Ես եմ ասում, ես համար իսկ մի հատ հաղթանակի համար գնալ ուժեղների հետ խաղալ ու շանս չունենալ, դա էլ են չի։ Ահա Որն է ճիշտը։ Ոնց պատրաստ, եթե որևէ մի ակումբ, որևէ մի ասենք ազգային հավաքական ուժեղ թիմի հետ չխաղա, ինքը իրա ոնց կարա իմանա այդ մարզիչը, որ այս թիմը ուժեղ է թե ուժեղ չի։ Այս է հարցը։ Մենք դուք ինձի հարց տվեցիք, որ Դինամո Կիևն էր ուժեղ թե Բայեր Մյունիխը։ Դինամո Կիևը Բայեր Մյունիխին Մյունխենում
2-0 հաղթեց։ Այդ չեմպիոնական կազմին։ Այդ որ էլի Champions League-ի խաղեր էր։ Ես շատ լավ հիշում եմ։ Եվ Բայեր Մյունիխը այդ տարի ամեն տարի ինքը Եվրոպայի 3 տարի ամենաուժեղ ակումբներից մեկն է եղել։ Հիմա ոնց բացատրեմ։ Դուք ինձ հարց տվեցիք Դինամո Կիևն էր ուժեղ թե Բայեր Մյունիխը։ Ես ասա երկուսն էլ, չէ՞։ Հա։ Բայց քանի որ մենք ֆինալի խաղ դուրս եկանք Դինամո Կիևի հետ, այդ հաղթանակը մեզ ոնց ասեմ, ծովի պես պետք էր, որովհետև մենք ուզում էինք, որ մեր ժողովուրդը, այդ 40,000 ժողովուրդ, որ եկել էր Մոսկվա, որ տխուր չգնար, այդտեղից լացով չգնար, հայոյանքներով չգնար, եւ մենք մեր ժողովրդի համար ամեն ինչ արել ենք։ Այսինքն հաղթենք, հետո ինչ կլինի։ Այո։ Հաղթանակը ամենակարևոր բաներից մեկն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրը Իշտոյանն էր։ Մենք կհանդիպենք, ցտեսություն։